Սահմանադրական դատարանը խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության հարցով այսօր կմտնի խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Որոշումը կհայտարարվի հուլիսի 4-ին։ Մինչև այսօրվա նիստը ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը պատասխանել է հարցին, թե ինչու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի ցանկանում, որ ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեն։ Կարծում եմ իրենք այլ բան չէին էլ կարող ասել, չնայած մեր որոշ հայրենակիցներ ունեին պատկերացում, որ իրենք հնարավոր է պահանջեն, որ ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեն։ Կարծում եմ շատերը դրա պատասխանն են ստացան։ Իսկ ինչու չեն ցանկանում, որ ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեն, պատասխանը շատ հստակ է, որովհետև այն ռեսուրսը ընտրախախտումների, որը իրացվել է, կրկնակի իրացման դժվարություններ են։ Ռեսուրսը որպես այդպիսին սպառվող է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը չեն մասնակցում Սահմանադրական դատարանի երկու դատավոր Արտակ Զեյնալյանը եւ Վլադիմիր Վարդանյանը։ Դիմումների հիմնական պահանջը կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությունների արդյունքներն անփոփոխ որոշումն անվավեր ճանաչելն է։ Մի շարք քաղաքական ուժեր դատարանից պահանջում են նաեւ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Սահմանադրական դատարանը կարող է կամ անփոփոխ թողնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կամ անվավեր ճանաչել այն։ Եթե որոշումը անվավեր է ճանաչվում, դատարանը կարող է կամ չեղարկել ընտրությունների արդյունքները, կամ դրանք չեղարկելով սահմանել մանդատների բաշխման նոր կարգ, կամ էլ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է ԿԳՄՍ երկու փոխնախարարի՝ Դանիել Դանելյանին եւ Հասմիկ Ավագյանին։ Մեկ այլ հրամանով Երևանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար։ Հասմիկ Ավագյանը իր Facebook-ում գրել է, որ ինքն է դիմել վարչապետին ազատման համար։ Türkiye başta olmak üzere Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանելով Իսրայելի կառավարության հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը հայոց ցեղասպանությունը զրպարտություն է անվանել։ Նա հայտարարել է, որ Անկարան հաշվի չի առնում նրանց զրպարտությունը, ում ձեռքերը արյունով են ներկված Գազայում։ Էրդողանը պնդել է, որ Թուրքիայի պատմությունում չեն եղել ցեղասպանություն, զանգվածային սպանություններ, ճնշումներ եւ գաղութատիրություն։ 11.400'e ulaşmıştır. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը եւ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Դոհայում անցկացրել են դրական բանակցություններ, իսկ իրանական կողմի հետ տեխնիկական խորհրդակցությունները ընթանում են, հայտնել է Բլումբերգը հղում անելով ամերիկյան վարչակազմի պաշտոնյայի։ Աղբյուրի խոսքով որոշակի տեխնիկական բանակցություններում, որոնք չեն ընթանում բարձր մակարդակով, առաջընթացը շարունակվում է։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Դոհայում կարևոր կամ ոչ այնքան կարևոր բանակցություններ են սպասվում, սակայն հանդիպումները լինելու են միջնորդների հետ եւ ուղիղ բանակցություններ չեն նախատեսվել։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել է Իրանի ծովային շրջափակումը։ Տեղեկությունը հաստատել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Ծովային շրջափակման վերացումից ի վեր Իրանին հաջողվել է ավելի քան 40 միլիոն բարել նավթ արտահանել։ مذاکره یک روش مبارزه است. Մարկո Ռուբիոն առաջ է տանում իր սեփական կոշտ գիծը, մինչդեռ Ջեյդի Վենսը բոլորովին այլ դիրքորոշում ունի, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նա նշել է, որ անցած 5 շաբթի Ռուբիոն ժամանել է Բահրեյն եւ նրա բոլոր գործողությունները ուղղված էին երկկողմ հուշագրի ու Պարսից ծոցի երկրների դեմ։ Նա փորձում էր հրահրել եւ նրանց լարեր նեղուցի իրավիճակի եւ մեր դեմ, բայց մենք ամուր կանգնած ենք, մենք հուշագիր ունենք եւ մենք խստորեն պահպանում ենք այն, շեշտել է նա։ Խոսնակը նաև հստակեցրել է Թեհրանի սկզբունքային մոտեցումը Վաշինգտոնի հետ հարաբերություններում, հայտարարելով, որ նույնիսկ հիմա, երբ մենք բանակցություններ ենք վարում Ամերիկայի հետ, մենք չենք բանակցում ընկերոջ հետ, մենք բանակցություններ ենք վարում անվստահելի թշնամու հետ, որը անպայման գործողություններ կձեռնարկի մեր դեմ առաջին իսկ հնարավորության դեպքում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի խորքում գտնվող ռազմավարական օբյեկտներին հասցված նոր հարվածների մասին, դրանք անվանելով պատասխան հեռահար պատժամիջոցներ պատերազմը ձգձգելու Մոսկվայի գործողություններին։ Ըստ նրա, արդեն երկրորդ անգամ թիրախավորվել է Ուֆայի նավթավերամշակման գործարանը։ Բացի այդ, Պենզայի մարզում հարված է հասցվել ռազմաարդյունաբերական համալիրի մի ռազմավարական օբյեկտի, որտեղ արտադրվում են ուկրաինական բնակավայրերին հարվածելու համար օգտագործվող հրթիռների բաղադրիչները, ասել է Զելենսկին։
Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 1943-ի, վիրավորվել է 10,571-ը, հայտնել է երկրի ազգային ժողովի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։ Նա նաև նշել է, որ վենեսուելացի եւ արտասահմանցի մասնագետները փլատակներից փրկել են 6461 մարդու։ Ռոմի Պապ Լեո 14-րդի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ հատկապես Ամերիկայի տարածքում անհանգստություն է առաջացնում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ավելի վաղ Ռոմի Պապ Լեո 14-րդ պոնտիֆիկոսը բազմիցս քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած հակամիգրացիոն արշավը։ Նա նաև Վաշինգտոնին կոչ է արել վերանայել միգրանտների նկատմամբ իր մոտեցումը եւ մատնանշել հակամիգրանտական արշավի իրականացման մեջ չափից ավելի դաժանությունը։ Հնդկաստանի Մումբայ քաղաքում մուսոնային տեղատարապանձրևներ են տեղացել։ Աղետի հետևանքով առաջացել է տրանսպորտային կոլապս եւ քաղաքի մի քանի գործարար եւ բնակելի շրջաններ հեղեղվել են, հայտնել է India TV հեռուստաալիքը։ Շատ խանութներ փակվել են, որոշ տեղերում աշխատանքը հեռավար է կազմակերպվել։ Արգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց արձանը, որը համարվում է լեգենդար ֆուտբոլիստի պատվին երբևէ կառուցված ամենաբարձր հուշարձանը։ Նավթարդյունաբերության պողպատից պատրաստված այս հսկան վերարտադրում է Մեսսիի հուզիչ պահը 2022 թվականի աշխարհի առաջնության հաղթանակից հետո։ Նա ծնկի է եկած, սեղմում է հավաքականի մարզաշապիկը եւ ձեռքը պարզում դեպի երկինք՝ ի հիշատակ իր հանգուցյալ տատիկի։ Արձանն արդեն իսկ մեծ թվով զբոսաշրջիկների ու երկրպագուների է գրավել եւ համացանցում այն վիրուսային է դարձել։ Նոր հուշարձանը պաշտոնապես գերազանցել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքում գտնվող 21.3 մետրանոց նախկին արձանին, որը հեռացվել է կառուցվածքի անկայունության եւ անվտանգության խնդիրների պատճառով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2025 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն, որը հրապարակել է BBC-ն, եկամուտները զգալիորեն աճել են եւ գերազանցել նախորդ տարիների ցուցանիշները։ Թրամփը կրիպտոգործարքներից վաստակել է ավելի քան $1 միլիարդ, դրանից 635 միլիոնը ստացվել է Trump Memcoin-ից, իսկ ավելի քան 500 միլիոնը իր որդիների հիմնադրած ընկերությունից։ Կրիպտո եկամուտը առաջին անգամ գերազանցել է նրա անշարժ գույքի բիզնեսին։ Ֆլորիդայի Mar-a-Lago ակումբից նա ստացել է $77 միլիոն, Doral-ի գոլֆի ակումբից $122 միլիոն։ Թրամփ ապրանքանիշի ժամացույցների, աստվածաշնչերի եւ սպորտային կոշիկների վաճառքից ստացվել է եւս մի քանի միլիոն $։ Տարբեր ընկերությունների դեմ հարուցված դատական հայցերից Թրամփը ստացել է տասնյակ միլիոնավոր $։ Սպիտակ տունը պնդել է սակայն, որ այս միջոցները ուղղվելու են նախագահական գրադարանի եւ ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրմանը։ Առաջին տիկին Մելանիա Թրամփը վաստակել է մոտ $11 միլիոն վավերագրական ֆիլմի լիցենզավորման համաձայնագրից եւ $6 միլիոն NFT-ների վաճառքից։ Ըստ Forbes-ի Թրամփի ընդհանուր կարողությունը կազմում է $6 միլիարդ, իսկ ըստ Bloomberg-ի $7.6 միլիարդ։ Սպիտակ տունը հերքել է շահերի ցանկացած բախում կամ նախագահության հաշվին շահույթ ստանալու փաստը, շեշտելով, որ Թրամփը իր բիզնեսը փոխանցել է անկախ հիմնադրամի, որը կառավարում են իր որդիները։